Պարոն Մարգարյան, ինչպես է ամփոփում համախմբում կուսակցությունը իր առաջին այսպես փորձաշրջանը, քննությունների արդյունքները արդյոք գոհացրել են։ Գիտեք, մենք նախասեմ իշխանություններն ուզում էին անել, ասում են, որ ուզում էին անել լավ, բայց ստացվեց այնպես, ինչպես միշտ։ Արդյունքների մասով մեր հատվածով մենք ճիշտն ասած նայում էինք սրան որպես փորձաշրջանի նման մի բան 17 թվականի ընտրություններից առաջ։ Անշուշտ մենք չէինք ակնկալում, որ չգիտեմ ինչ արդյունքներ են լինելու, եղած արդյունքները վատ չեն, հատկապես Գյումրիում, որտեղ մեկ ամիս առաջ ենք մենք ստացել վկայական, այդ ժամանակահատվածում ենք մենք ստեղծել կառույցները եւ որոշումը մի քիչ ավելի ուշ կայացել ենք որոշում մասնակցել եւ կան արդյունքներ, որոնք համենայն դեպս շոշափելի են։ Վանաձորում ավելի վատ էր, որտեղ այնտեղ ավելի ուշ որոշումը կայացրեցինք, ավելի տեխնիկական խնդիրներ կային, բայց Գյումրիի համար ես կարծում եմ, որ մեկ ամսվա կուսակցության համար բավականին շոշափելի են։ Բայց անշուշտ։ Գիտեք, ասեմ, մենք նկատեցինք համատարած բաներ, կարուսել կոչվածը, դա մի քիչ շատ էր, և ես կարծում եմ, որ սա խիստ վտանգավոր է դառնում ռեյտինգային քվեարկություն կոչվածի պարագայում, ընտրությունները քաղաքականացնել խոշոր քաղաքներում ես համարում եմ, և ոչ միայն ես մեր թիմը համարում է նորմալ, որտեղ ի վերջո քաղաքական կուսակցությունը պետք է լինի պատասխանատու ոչ թե անձը, բայց դա ցավոք սրտի միայն օրենքով եղավ։ Որևէ քաղաքական ուժ ի ցույց չդրեց իր քաղաքական ծրագիրը, իր կուսակցության լավ ու վատ կողմերը, ամեն մեկը գնացին որևէ անձի հետևում, ինչպես նախորդ ընտրական համակարգն էր։ Այսինքն գովերգվում էր անձը, ոչ թե կուսակցությունը հիմնականում։ Սրանով ցավոք սրտի այս ընտրությունները չհամապատասխանեցին օրենքի փիլիսոփայությանը, այն է չդարձան քաղաքական ընտրություններ, ցավոք սրտի։ Եվ ես վստահ ասում եմ, որ այս պարագայում, այս փորձը, նաև սա փորձ էր նաև իշխանությունների համար։ Սա տարածվելու է ազգային ժողովում ռեյտինգային քվեարկության ժամանակ։ Ռեյտինգային քվեարկությունները լինելու են շատ ավելի անձնավորված, շատ ավելի թաղային, շատ ավելի խնամիա բարեկամական կապերով, քան նույնիսկ այս տեղական ընտրությունները։ Եվ իրենք իրենց բնույթով ըստ էության լինելու են բացարձակապես ապաքաղաքական։ Սա արդեն վտանգավոր է երկրի համար։ Ինչպես հաղթել հանրապետականին այս դեպքում, բոլոր տեղերում նրանք հաղթանակեցին, գոնե առաջին անգամ։ Գիտեք, ես ուզում եմ մի բան էլ նշեմ, ցավոք սրտի հանրապետականը կամ իշխանություններին հաջողվեց ընդդիմադիր դաշտում ընդդիմադիրներ ունենալ, այսինքն կուսակցություններ կային, ովքեր ոչ թե պայքարում էին իշխանությունների դեմ, այլ նույն ընդդիմադիր կուսակցությունների դեմ։ Հետևեք մամուլի, ես չեմ ուզում դա հիմա ասեմ, բայց այդ մասին կասենք շատ ավելի մանրամասն։ Մամուլը գերում էր, չէ, նայեք ելույթները։ Եվ գիտեք, երբ որ քաղաքական դաշտում ընդդիմադիր թևը չի համախմբվում, այդ դեպքում, գիտեք, շատ ավելի գործող է դառնում կարուսելը։ Ում շուրջ պիտի համախմբվեր, այ կռիվը սա է հենց, պարոն Մարգարյան, ձեր Իսկ ով ասեց, թող ձեր շուրջ համախմբվեն։ Ով ասաց, որ որևէ մեկի շուրջ պետք է համախմբվեն։ Համախմբումը լինում է որոշակի հայտարարված ծրագրերի, որոշակի հայտարարված գաղափարների շուրջ, որը ցանկացած անձի շուրջ համախմբումը դատապարտված է պարզապես։ Գիտեք, մենք փորձում էինք ստեղծել այդպիսի բանակցություններ վարել ենք, որ բազմաթիվ քաղաքական ուժերի հետ, որ գուցե եկեք գնանք այս քաղաքներում փորձենք միասնական գնալ, ցավոք սրտի չի ստացվել։ Մեր խիղճը այստեղ մաքուր է, մենք արել ենք մեզնից կախվածը, ճիշտն ասած, մենք ընթացքում ենք հայտարարել, գրեթե բոլորի հետ։ Հատկապես շատ ավելի ինտենսիվ են գնացել բանակցությունները, ասենք, տեղերում, տեղական կառույցները։
Ես օրինակ ասեմ Վանաձորում մերոնք մեր կառույցը բոլոր մասնակիցների հետ է բանակցել։ Գյումրիում գնացել է գրեթե բոլոր մասնակիցների, բացի իշխանականով իհարկե։ Գնացել են բանակցություններ առաջարկելով նույնիսկ հետևյալ պայմանները. մենք չունենք որևէ ամբիցիա, պատրաստ ենք քննարկել ցանկացած առաջի համար, նույնիսկ այս պարագայում, բայց դա չի ստացվել ցավոք սրտի։ Այս դեպքում ես ասում եմ, երբ որ չի քաղաքականացվում, երբ որ բևեռ չի ձևավորվում, բնականաբար կարուսելն է աշխատում, բնականաբար Կարծրացածի դեր դեպքում էլ ընտրակաշառքի մասին ինչ որ տեղեկություն հրապարակել։ Մեր դեպքում դեպքում այո։ լուրջ եք ասում։ Ես կարծում դա ծիծաղելի է, էլի դա լուրջ չեք ասում։ Մարգարյան, նախկինում օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բաժանում էր ընտրակաշառք, որի խմբակցության անդամ եք։ Բարգավաճ Հայաստանը այն ժամանակ անում էր բարեգործական ակցիաներ ընտրություններից առաջ, այո, ընտրություններից առաջ, բայց ոչ քարոզարշավի շրջանակներում, ոչ քարոզարշավի ժամանակ։ Դա օրենքի խախտում չի եղել այն ժամանակ, բայց գիտեք, եթե որևէ մեկը արել է, ես ասում եմ երևույթը վատ է, ես չեմ ասում ինչ որ մեկը անում է լավ է, ինչ որ մեկը անում է վատ է դա։ Ես ասում եմ կարուսելը համատարածեղ է, դուք ասում եք բաժանվել է։ Ուրեմն բոլոր տեղամասերում կարող եք ստուգել, բան է, առնվազն 10 բան, քվեաթերթիկ ծրարների մեջ չի եղել։ Այսինքն իշխանությունը ձգտում է, որ վստահելի տարի ավելի լինեն ընտրությունները, ինչ ունենք այսօր։ Արդյոք այս ընտրությունները մի քայլ առաջ էին։ Գիտեք, ես կարծեմ ասեցի, որ իհարկե ոչ առաջ չէին, որովհետև եթե դուք գնում եք քաղաքական հայտարարված, քաղաքական տրամաբանությամբ ընտրությունների, բայց քաղաքական կուսակցություն կարծես թե չի երևում են անձեր, գիտեք ինչքան անվավեր կային իմ ձև, այնքան անձ էին քարոզում, որ ուղիղ անձի դիմաց էին դնում այդ նշանը քվեարկության մարդիկ, մտնում էին ուղիղ այդ անձի դիմաց, ոչ թե կուսակցության դիմաց, անվավերները նաև շատ էին այս պատճառով։ Այսինքն դրա արդեն ինչն էր առաջ կլներ, եթե իսկապես լիներ, եթե նույնիսկ չկար միավորված, բևեռացված կամ չգիտեմ համախմբված տարբեր բևեռներ, եթե դրանք գնային քաղաքական գաղափարների, քաղաքական կուսակցությունների մրցույթներ։